Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, կրկին բարև ձեզ։ Այսօր հունիսի 13-ն է, մի փոքր անսովոր ռեժիմով եմ աշխատում, քանի որ ես բազմիցս նշել եմ, որ ինձ դժվար է մեկնաբանել, թե ինչ է տեղի ունենում պատերազմական գործողությունների ժամանակ, սակայն այնքան կարևոր եւ թեժ տեղեկություններ ենք ստանում, որ այնուամենայնիվ մտածում եմ, որ պետք է սա քննարկենք եւ պետք է այս մասին ձեզ տեղեկացնեմ, թե ինչ է տեղի ունենում հիմա Իրանում։ Պետք է նշեմ, որ հիմա եւս Իրանը ռմբակոծվում է Իսրայելի կողմից, Իսրայելը հարվածում է Շիրազ քաղաքի հրթիռային գործարանին, դա է հիմնական թիրախը, ավելի ճիշտ ըստ իսրայելական աղբյուրների, դրանից բացի կարևոր տեղեկություններ կա, որ Իսրայելը հարվածել է Իրանի հոբ դիրքերի վրա, ոչնչացնելով տասնյակ ռադիոկայաններ, երկիր օդ դասի հրթիռային կայաններ նույնպես ոչնչացվել է այդ հարձակման ընթացքում, եւ Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ իրենք կշարունակեն իրենց գործողությունները միջուկային ծրագիրը խափանելու ուղղված գործողություններ իրականացնել, կշարունակեն այդ գործողությունները իրականացնել։ Դրանից բացի հրապարակել են տվյալներ, արբանյակային լուսանկարներ, որով որ ըստ իրենց տեղեկությունների Նատանզեում գտնվող այդ ատոմային օբյեկտները ոչնչացվել են, հատուկ ռումբեր է օգտագործել Իսրայելը, բայց այստեղ կարևոր է նշել, որ Իսրայելը հատուկ ուրիշ օպերացիա է կարողացել իրականացնել մինչև այդ կոնկրետ ռազմական հարվածներ իրականացնելը, եւ ահա մենք կարևոր տեղեկություններ ենք նաեւ ստացել, որ Իսրայելը կարողացել է շատ հետաքրքիր օպերացիա կազմակերպել Իրանի տարածքի ներսում, խորքում, այսինքն այն Պեջերների օպերացիայի նման ինչ-որ օպերացիա, բայց դա ավելի շատ լուրջ օպերացիա է եղել հենց Իրանի ներսից, որտեղ որ իրենք կարողացել են տեղակայել բազմաթիվ դրոններ եւ այլ համակարգեր եւ ներսից կարողացել են պայթեցնել իրավիճակը, նաեւ հարվածներ հասցնել Իրանի հրթիռային համակարգի, լսենք թե հիմնականում ինչ է տեղի ունեցել եւ հետո շարունակենք մեր հաղորդումը։ Տարիներ է անցկացրել Իրանի միջուկային հրթիռային ծրագրերի դեմ գործողության նախապատրաստման համար, այդ թվում Իրանի տարածքում անօդաչու թռչող սարքերի բազա կառուցելով եւ Կիր Մաքսանենք ճանապարհով ճշգրիտ զենքի համակարգեր հատուկ նշանակության ուժեր մտցնելով, ասել է անվտանգության պաշտոնյան։ Պաշտոնյայի խոսքով Մոսադի գործակալները Թեհրանի մոտ գտնվող Իրանի տարածքում անօդաչու թռչող սարքերի բազա են տեղադրել։ Անօդաչու թռչող սարքերը ակտիվացել են գիշերը, հարվածելով Իսրայելին ուղղվածը մակերես դասի հրթիռային տայանքներին։ Զենքի համակարգեր տեղափոխող մեքենաները նույնպես Մաքսանենք ճանապարհով մտցվել են Իրան։ Այս համակարգերը անջատել են Իրանի հակաօդային պաշտպանությունը, Իսրայելի ինքնաթիռներին օդային գերակայություն Իրանի նկատմամբ գործողությունների ազատություն տալով։ Երրորդ գաղտնի գործողության ընթացքում Մոսադի հատուկ նշանակության ուժերը ճշգրիտ հրթիռներ են տեղակայել Իրանի կենտրոնական մասում գտնվող հակաօդային պաշտպանության դիրքերի մոտ։ Այս մասին տեղեկանում ենք The Time of Israel-ից։ Ինչպես տեսակ, սիրելի հայրենակիցներ, առաջին հարվածը Իրանը ստացել է ներսից, կրկին փայլուն աշխատանք է կարողացել իրականացնել Իսրայելի հատուկ ծառայությունը։ Այստեղ կարևոր է նշել, որ իրանական դրոները կարծես թե տեղ չեն հասել, ամենայն դեպս Իսրայելի պաշտպանության նախարարությունը հաղորդում է այն մասին, որ իրենց հաջողվել է ոչնչացնել օդում այդ բոլոր դրոնները, հրթիռների մասին խոսք չկա, բայց այդ գործողության արդյունքներով մենք հասկանում ենք, որ Իսրայելը բավականին լուրջ հարվածներ է հասցրել նաև Իրանի հրթիռային համակարգին։ Ճիշտ է, հիմա Իրանում արդեն կարմիր դրոշ է բարձրացվել իրենց գլխավոր մզկիթների վրա, ինչը նշանակում է, որ անպայման Իրանը պատասխան է տալու, բայց դժվար է ասել, թե ինչ պատասխան կկարողանա տալ Իրանը, ես չեմ ուզում թերագնահատել Իրանի հնարավորությունները, բայց Իսրայելը բավականին երկար էր պատրաստվել այս գործողության համար, նաև հիմա Իսրայելում խոստովանում են, որ մոտ 8 ամիս լուրջ պատրաստվել են, որպեսզի այս գործողությունը կարողանան իրականացնել։ Կարևոր է այստեղ նշել, որ Հայաստանի արտգործնախարարությունը դատապարտել է Իսրայելի հարձակումը Իրանի վրա, մենք կրկին խոսում ենք այն մասին, ինչ ցանկանում ենք, ինչ մտածում ենք եւ չենք խոսում այնպես, որ մի փոքր ավելի զգուշավոր լինենք։ Իրանին փորձում ենք ցուցադրել մեր հավատարմությունը այդպիսի դատապարտումներով,
Այսինքն այնինչ գալիս է մեր մտքերից, մեր հոգուց, դա ենք ասում, այնինչ Ադրբեջանի դիվանագիտությունը մի փոքր այլ ձևով է մոտենում, կաբլոնային հայտարարություններ է տարածում, բոլորին որ զսպվածության կոչ է անում, իսկ մենք շարունակում ենք լարվել Իսրայելի հետ։ Չգիտեմ որքանով ճիշտ եւ խելացի քաղաքականություն է, անկեղծ քաղաքականություն է, բայց թե այն օգուտ է տալու Հայաստանին, թե չէ, ես կարծում եմ, որ այս պատերազմից Իրանը պարտված է դուրս գալու։ Ես պատկերացնում եմ, որ դա գիտակցում են նաև Հայաստանի արտգործնախարարության մեջ, որ այս պատերազմից Իրանը պարտված է դուրս գալու, ոչ ոք 100%-ով չի կարող պնդել եւ ասել, բայց իմ պատկերացմամբ դա այդպես է։ Շատ կոշտ է արձագանքել Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը, շատ կոշտ, հաստատի հետագա էսկալացիայի համար մեղադրելով Իսրայելին։ Թուրքիան եւս դատապարտել է Իսրայելի գործողությունները, բայց ինչպես նշեցի, Ադրբեջանի արտգործնախարարությունը շատ զգուշավոր հայտարարություն է արել։ Նման կոշտ հայտարարություն է արել նաև Ալեն Սիմոնյանը, մեղադրելով Իսրայելին հարձակման մեջ, բայց ահա Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ավելի զուսպ եւ համեստ է եղել իր գնահատականների եւ հայտարարությունների մեջ, եւ Արմեն Գրիգորյանը հստակ նշել է, որ այսօր տեղի ունեցածը սպառնալիք է ներկայացնում ոչ միայն Իրանի համար, Մերձավոր Արևելքի համար, այլ նաև Հայաստանի համար։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը եւս հայտարարությամբ է հանդես եկել, նրա խոսքերով Իրանին հասցված հարվածները Իսրայելի միակողմանի գործողություններն են եւ շատ կարեւոր է, որ դաշնակիցները, այդ թվում ԱՄՆ-ն, անհապաղ քայլեր ձեռնարկեն լարվածությունը թույլատնելու ուղղությամբ։ Զգուշավոր հայտարարություններ է անում նաև Ֆրանսիայի արտգործնախարարությունը, Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը, Մեծ Բրիտանիայի վարչապետն է զգուշավոր հայտարարություններով հանդես եկել եւ նույն ձևով զգուշավոր հայտարարություններ են անում Եվրոպական միության առաջնորդները։ Բայց ահա այս ֆոնին շատ կտրուկ սուր հայտարարություն է արել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, ով որ մի քանի անգամ արդեն փոխել է իր հայտարարությունների ոճը, իր կարծիքը, երեք ասում էր, որ հնարավոր է պատերազմից խուսափեն, ինքն էլ չէր հասկանում ինչ է տեղի ունենում կամ այդպես ձևեր տալիս համենայն դեպս, եւ հետո ասում էր, որ ցանկանում է կրկին բանակցությունները շարունակել, իսկ հիմա լրիվ փոխել է իր հայտարարությունների ոճը եւ այլ ձևի այլ տեսակի կոշտ շատ հայտարարությունները անում Իրանի հասցեին։ Լսենք, թե ինչ է ասել Դոնալդ Թրամփը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանին բազմաթիվ հնարավորություններ է տվել գործարք կնքելու համար, սակայն նրանք բաց են թողել հնարավորությունը։ Ես ասել եմ, որ հետևանքներն ավելի վատ կլինեն, քան նրանք կարող էին պատկերացնել։ ԱՄՆ-ը արտադրում է լավագույն եւ ամենամահաբեր զենքը։ Իսրայելը դրանից շատ ունի, եւ էլ ավելին, արդեն ճանապարհին է։ Որոշ իրանցի արմատականներ բարձր խոսքեր էին շպրտում։ Այժմ նրանք բոլորը մեռածը յենը, հետագայում միայն ավելի վատ կլինի, հայտարարել է Թրամփը։ Միևնույն ժամանակ, նա նշում է, որ գործարքը դեռ կարող է կանգնեցնել հետագա դաժան հարվածները։ Իրանը պետք է հիմա գործի, իր կայսրության մնացորդները փրկելու համար։ Այլևս ոչ մի մահ, այլևս ոչ մի ավերածություն։ Հաստատի Դոնալդ Թրամփը ասում է, որ եթե հիմա գործարք կնքվի, ապա հետագա ավելի դաժան հարվածները չեն տեղի ունենա Իրանի դեմ եւ իրենք ունեն շատ մահաբեր, շատ լուրջ զենքեր, որը որ տրամադրել են Իսրայելին եւ ելի մեծ խմբականակն են հիմա տրամադրելու Իսրայելին այդ զենքերից։ Եվ ահա նոր սիրելի հայրենակիցներ, հայտարարություն արել նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նա ասում է, որ մենք մտահոգություն ենք արտահայտում եւ դատապարտում Իսրայելի վերջին գործողությունները Իրանի դեմ։ Դա կասկածի տակ է դնում տարածաշրջանում առկա փխրուն կայունությունը։ Հաստատի Հայաստանը պաշտոնապես պաշտպանեց Իրանին եւ դա հասկանալի է։ Հասկանալի է այն առումով, որ Իսրայելը երկար տարիներ աջակցել է Ադրբեջանին, զենք զինամթերք է տրամադրել, Արցախի դեմ տեղի ունեցած ագրեսիայի ժամանակ մեծ կարևոր նշանակություն է դա ունեցել, շատ վատ իմաստով։ Իրանը աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, բազմիցս հայտարարել է Իրանը, որ իր համար կարմիր գիծ է Սյունիքի վրա հարձակում Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից եւ ամեն գնով Իրանը պաշտպանելու է Սյունիքը, քանի որ դա իր համար կարևոր կապ է Եվրոպայի համար։ Դրանից բացի մենք հասկանում ենք, որ Հնդկաստանից զենք է գալիս նաեւ
Իրանով դեպի Հայաստան եւ դրա համար Հայաստանը այսպիսի դիրքորոշում ունի, բայց շատ մեծ բայց է, փաստացի Հայաստանի իշխանությունները երբեք հաշվի չեն առնում, որ Իրանը կարող է պարտվել այս պատերազմում, իմ պատկերացմամբ, ցավոք սրտի Իրանը կպարտվի այս պատերազմում, դժվար է ասել ինչ ձևով կլինի այդ պարտությունը, իշխանապողություն տեղի կունենա չէ, ռեժիմի փլուզում տեղի կունենա թե չէ, բայց այս հայտարարությունները ես կարծում եմ, որ լսելի կլինեն նաև ցավոք սրտի Իսրայելում եւ մի կողմից այսպիսի հայտարարություններ չանելը շատ դժվար էր հայկական կողմի համար, պատվի, հասիբի հարցեր, բայց քաղաքական հաշվարկի իմաստով շատ բարդ եւ նեղ իրավիճակ է նաև մեզ համար ասեմ, այսպիսի հայտարարությունները անում Հայաստանի իշխանությունը, բայց զուգահեռաբար ես կարծում եմ, որ ամերիկյան կողմի հետ շատ լուրջ է պետք աշխատել, քանի որ շատ լուրջ ձևով լարվել կարող է եւ արագ կարող է լարվել իրավիճակը մեր տարածաշրջանում, որ այս հայտարարությունները վատ հետևանք չունենան Հայաստանի համար, որոնք որ հնչում են Հայաստանի արտգործնախարարության կողմից, Հայաստանի ազգային ժողովի ղեկավարի եւ Նիկոլ Փաշինյանի կողմից, միայն համեմատաբար զուսպ ինչպես արդեն նշեցի Արմեն Գրիգորյանի հայտարարություններ, ես կարծում եմ, որ պետք է հիմա ավելի լուրջ աշխատանք տանի Հայաստանի արտգործնախարարությունը, որպեսզի կարողանա ներքին կարգով մեղմել իր արած հայտարարությունները եւ մենք չհայտնվենք Իսրայելի թիրախում։ Ես արդեն ներկայացրի քիչ առաջ թե ինչպես լուրջ օպերացիա է կազմակերպել Իսրայելը Իրանի ներսում, նաև շատ դաժան օպերացիա է, քանի որ բազմաթիվ գիտնականներ են զոհվել իրենց ընտանիքների, երեխաների հետ միասին, գլխավոր շտաբի պետը նույնպես, Իսրայելի կորպուսի պահապանների ղեկավար զինվորական կազմը, բազմաթիվ գեներալներ, ես կարծում եմ, որ մենք ժամանակն է, որ հասկանանք, թե ընդհանրապես ինչի հետ գործ ունենք։ Եվ ահա ամենավերջին թարմ տվյալներով շարունակվում են հարվածները Նատանզիում իրանական ըստ Իսրայելի արտգործնախարարության այդ գործողությունները, ռազմական գործողությունները կշարունակվեն։ Երևի թե վերջնականապես Իսրայելը համոզված չէ, որ կարողացել է ամբողջովին խոցել Իրանի ատոմային օբյեկտները, դրա համար կրկին շարունակում է հարվածներ հասցնել Նատանզիում եւ Իսրայելի արտգործնախարարն էլ խոսում է այն մասին, որ այս գործողությունը կշարունակվի։ Եվ ահա նոր տեղեկություն նաև ստացվեց այն մասին, որ Իրանի ավիատիեզերական ուժերի հրամանատարը եւս մահացել է, նրան գտել են մահացած։ Եվ ահա այս ֆոնին արդեն Իրանում բավականին լուրջ ցույցեր են տեղի ունենում, ինքնաբուխ մեծ ցույցեր տեղի ունենալ եւ ժողովուրդը սկսել է իշխանությունից, Իրանի ղեկավարությունից պահանջել, որպեսզի կարողանան վրեժ լուծել Իրանի համար եւ անպայման հարված հասցնեն Իսրայելին։ Այս բայի դրությամբ այսքանը սիրելի հայրենակիցներ, կրկին հետևելու ենք, թե ինչպես է զարգանալու իրավիճակը Իրանի շուրջ եւ ամբողջ Մերձավոր Արևելքում։ Հաջողություն եմ մաղթում բոլորիս, ցտեսություն կհանդիպենք։